Պատրաստ ենք մենք։ Հրազենային վնասվածքով հանգամանքները պարզվում են, արդեն մեկ ամսվա մեջ որերորդ դեպքն է, ինչ բացատրություն կա այս ամեն ինչի։ Եվ ինչով է պայմանավորված, որ անընդհատ ինքնասպանություններ եւ այլ դեպքերի են ականատեսներն ու բանակում։ Ես կարծում եմ, որ այս ուղղությամբ պետք է աշխատանքները ակտիվացվեն եւ այն խնդիրը, որը ես տեսնում եմ, կայանում է նրանում, կազմակերպչական առումով ասում, որ մենք պաշտպանության գերատեսչությանը թողել ենք միայնակ, ոնց որ թե, եւ նման դեպքերի պատասխանատվությունը ամբողջությամբ բարձրում ենք պաշտպանության գերատեսչության վրա։ Իհարկե, պաշտպանության գերատեսչության պատասխանատվության գոտում են գտնվում զինծառայողները, եւ եթե նրանք ծառայության մեջ են, հետեւաբար նրանց անվտանգությունը, ամեն ինչը պատասխանատվությունը հենց զինված ուժերինն է, բայց ինչպես ես նկատել եմ եւ ինչպես մի շարք վիճակագրական տվյալներ են ցույց տալիս, դա համակարգային խնդիր է։ Մենք պետք է կարծում եմ լուրջ փորձագիտական հարթակ ստեղծենք, հավաքագրենք եւ բարձենք պատճառները եւ նպաստող պայմանները եւ վերացնենք։ Միանշանակ է, որ այս աշխատանքի մեջ պետք է ներգրավվեն շատ ու շատ մարմիններ եւ գերատեսչություններ, սկսած կրթության նախարարությունից, առողջապահության նախարարությունից, վերջացած պաշտպանական գերատեսչության եւ հատուկ ծառայություններով։ Տեսեք, հնարավոր է, որ երիտասարդները թե քրեական ենթամշակույթի այդ արժեքներ կրող, թե հոգեբանական խնդիրներ ունեցող գալիս են, չէ, զինված ուժեր, այնտեղ արդեն ավելի սուր եւ ընդգծված պայմաններ են եւ սրանից ելնելով տեղի են ունենում կոնֆլիկտներ ու հարցը հասնում է նաեւ մինչեւ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու բայց մենք նախ խնդիրը պետք է դնենք որ զինված ուժեր մուտք գործելիս քաղաքացին որոշակի առումով պատրաստ է լինի իր կամային, բարոյական, դաստիարակչական հատկանիշներով արդեն պատրաստ է լինի բանակում ծառայելու։ Այս ուղղությամբ կարծում մեծ աշխատանք ունենք անելու, այո, շատ մտահոգիչ է, բայց ես գտնում եմ, որ շատ արագ պետք է ինչ-որ փորձագիտական հարթակ ձևավորենք եւ հասկանանք, թե որտեղ է մարդու զարգացման եւ կյանքի ընթացքում որտեղ են այդ թերացումները եւ ինչ պետք է արվի։ Մի քանի շաբաթ առաջ էլ զինծառայող մահացավ եւ տեղեկություններ կան, որ նրան ծեծի էին ենթարկել։ Այո, իհարկե քրեական վարույթ կա հարուցված, որքանով գիտեմ կան կալանավորված անձինք այդ դեպքով շատ մանրամասնություններին չեմ տիրապետում, բայց կսպասենք քննության արդյունքների ավարտին։ Պատճառը ո՞րն է, պարոն Խաչատրյան, ինչպես որ պետք է պատասխանատվության չեն ենթարկվում, քրեական գործերը հարուցվում են, հետո դատավարություններում վճիռ չի կայացվում, տարիներ շարունակ քննվում են, այսինքն այդ անպատժելիության մթնոլորտն է ձևավորված բանակում, որ մտածում են, որ ոչինչ կանցկացնեն կգնա։ Բացարձակապես համաձայն չեմ ձեր նշածի հետ, նման բան չի կարող լինել, չի էլ եղել, որ ինչ-որ հանցագործություն լինի եւ օրենքով սահմանված ընթացք դրան չհաջորդի եւ մեղավոր անձինք չենթարկվեն պատասխանատվության։ Իհարկե ենթարկվում են, բոլոր դե ենթարկվում են, բայց իրավական համակարգը այնպես է ձևավորված, որ մարդիկ ունեն պաշտպանվելու իրավունք, բողոքարկելու իրավունք, առաջին հացյանից հետո մի հատ բողոքարկում են վերաքննի, ինչ վճռաբեր դատական պրոցեսներ են, որոնք պետք է ընթանան, որովհետեւ մարդու մեղավորությունը հաստատում է միայն դատարանը, իսկ դրանից հետո նաև բողոքարկման իրավունք ունեն եւ դատապարտյալները, եւ տուժողները, եւ բոլոր մասնակիցները։ Տեսեք, չի կարող լինել դեպք, որը որ օրենքով սահմանված կարգով ընթացք չունենա եւ մեղավորները պատասխանատվության չենթարկվեն։ Ամենևին էլ պատճառը դա չի, որոնը գիտեն, որ եթե կատարեն հանցագործություն, զինված ուժերում կլինի, փողոցում կլինի, ենթարկվել են պատասխանատվության, բայց այլ խնդիրներ կան, որոնք մարդուն նպաստում են հանցագործության առաջացման կատարմանը կամ պատճառ են հանդիսանում դրա։ Պարոն Խաչատրյան, ձեր բարձրացրած խնդիրների առնչությամբ ազգային ժողովը եւ համապատասխան հանձնաժողովը պաշտպանության եւ անվտանգության հարցեր ինչ անելիք ունի առաջիկայում պատրաստում եք այս հարցերը բարձրացնել։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը արդեն կարելի է համարել, որ ունի նախագահ,
Եվ բայց հələ հանձնաժողով ձևավորված չէ, ձևավորումից հետո մենք հասկանանք, քննարկումներ կունենանք, թե ինչ ուղղությամբ պետք է շարժվել հանցավորության դեմ պայքարի համատեքստում։ Բայց եթե ուզում եք իմանալ իմ կարծիքը, ես կարծում եմ, որ առաջնային պետք է վերլուծություն անենք, վերլուծությունները պետք է իրականացվեն փորձագիտական մակարդակով, բավականին լուրջ փորձագիտական մակարդակով, անհրաժեշտության դեպքում նաև կարելի է հրավիրել միջազգային փորձագետների, կարելի է հուշագրեր ստորագրել հուշագրեր ունենալ լավագույն փորձագետների հետ, տարբեր բնագավառների, հոգեբանության, քրեական հոգեբանության, չգիտեմ, քրեակատարողական վիճակագրության եւ այլն եւ հասկանանք այս ամեն ինչը պետք է լինի գիտելիքահեն եւ հասկանանք ինչ միջոցներ պետք է իրականացվեն եւ որ ծառայություններում եւ ոլորտներում պետք է իրականացնենք, որպեսզի նվազագույնի հասցնենք։ Բայց այս պահի դրությամբ տպավորությունը այն է, որ մենք բանակին, զինված ուժերին թողել ենք միայնակ, ասում ենք ինչ լինի, բանակն է մեղավոր, բայց ոչ, մարդիկ գալիս են արդեն խնդիրներով բանակ, քրեական ենթամշակույթ կրելով, հոգեբանական խնդիրներ ունենալով, գալիս են բանակ եւ որոշակի սուղ ծառայության պայմաններում, ինչը բնական է, կամ ինքնասպանություն, կամ ինքնասպանության հասցնել եւ հարազատները խոսում են, որ որևէ խնդիրն է հոգեբանական չի ունեցել։ Ես չեմ, իսեր Աստծո։ Կներեք, ես դա չասեցի, որ հոգեբանական խնդիր ունի նա, ով ինքնասպանության, ոչ, ես դա չեմ ասում։ Ես ասում եմ, որ հենց ինքնասպանության դրդողները բնականաբար հնարավոր է, որ ունենային քրեական ենթամշակույթի արժեքների կրողներ լինեն։ Սա արդեն խնդիր է։ Իմ ասելիքը կայանում է հենց դրանում։ Բայց պարոն Խաչատրյան, փաստացի 2 տարուց ավելի խոսում է այդ մասին եւ դուք ինքներդ եք նաեւ նշել, նաեւ Անդրանիկ Քոչյանն էր ասում, որ քրեական ենթամշակույթ կա եւ այդ բարքերը հաստատվում են բանակում եւ դուք չեք կարողանում արմատախիլ անել։ Հիմա սա իշխանության թերացումը չէ։ Տեսեք, արմատախիլ բանակում չենք կարողանալու ամբողջությամբ անել։ Պետք է մինչև բանակը արմատախիլ անենք եւ բանակն էլ որոշակի չափով ինքը արմատախիլ անի։ Մինչև բանակը մենք պետք է բանակին տանք առողջ հոգեբանությամբ եւ դաստիարակությամբ հնարավորինս երիտասարդների։ Մենք պետք է բանակին փորձենք այդպեսին տալ։ Երբ որ այդպեսին չենք տալիս, դեպքերը անխուսափելիորեն լինում են, դեպքերը անպայման լինում են։ Հետևաբար մենք պետք է ամբողջ շղթան նայենք երեխայի դպրոց գնալուց մինչև բանակ, նույնիսկ մանկապարտեզից նայենք տեսնենք շղթայի որ մասում ենք մենք Տերանում, որ սկսում են ենթամշակույթ կրել, որ սկսում են այս։ Գուցե կանխարգելիչ ավելի հարմար, ավելի հեշտ է գտնել այդ մարդկանց եւ հստացումները։ Բանակը փակ կառույց է, բայց տեսեք, քրեակատարողական հիմնարկներից փակ կառույց գոյություն չունի հանրության մեջ, չէ՞։ Բանտերից, այսպես ասած, բայց այնտեղ էլ են դեպքեր լինում, այնտեղ են բռնության դեպքեր լինում, այնտեղ են ինքնասպանության դեպքեր։ Ամենափակ կառույցն է։ Մարդու ցանկացած շարժը արձանագրվում է կամ թույլատրվում է կամ չի դրվում։ Եթե բանը նպաստող պայմաններն ու պատճառներն եղան, դա տեղի է ունենում։ Հետևաբար մենք պետք է մինչև դա կազմակերպենք այնպիսի դաստիարակություն կամ այնպիսի ուսում կամ այնպիսի աշխատանք մեր երիտասարդների հետ, ովքեր բանակ գնալուց եւ ոչ միայն բանակից հետո էլ են բազմաթիվ ինքնասպանություններ, գործում բռնություններ, սպանություններ, բանակից հետո էլ այդքան հանրային մեծ հնչեղություն չի ստանում, բայց բավականին շատ են այդ դեպքերը, որ լինում են։ Ընդհանուր հանցավորության մակարդակի իջեցումը պետք է համակարգային աշխատանքի արդյունք լինի։ Տեսեք, բանակը հանրության մի մասն է, չէ՞, եւ բանակում ինչ կատարվում է, դուք իմացեք, որ դա նույնը ունենք մենք հանրության մեջ։ Խաչատրյան, ուզում եմ հարցնել